Էմոցիոնալ առումով աննկարագրելի է այն զգացումը, որ ամուսինդ, որդիդ, եղբայրդ բանտարկվել է ոչնչի համար։ Ինձ համար մի փոքր դժվար էր որոշել, ինչ եմ ասելու մեր երեխաներին, երբ հարցնեն, թե պապան ուր է, երբ հատուն գալու։ Այդ ժամանակ որոշեցինք երեխաներին ասել, որ պապան արտերկիր է մեկնել Վազգենի հետ հաղորդում նկարելու համար։ Ի ուրախություն բոլորիս եւ հատկապես ինձ, Նարեկի եւ Վազգենի գործը գնահատող մարդիկ շատ էին, եւ ես դա զգացի իրենց կալանավորման 2 երկար ու ձիգ ամիսների ընթացքում, երբ ծանոթ, անծանոթ մարդիկ կապի էին դուրս գալիս եւ իրենց աջակցությունն հայտնում մեզ գոտեպնդման խոսքեր ասում։ Դա անգնահատելի է։ Anti-Fake AM-ի խմբագրության կողմից միանգամից որոշում կայացվեց իմ նեմնի մի ոդքասթը շարունակելու, ինչը պետք է անեին այն հանրային դեմքերը, որոնք կիսում էին տղաների քաղաքալատյալ լինելու հանգամանքը։ Anti-Fake-ին այդ ամենն անելու հարցում օգնեցին շատերին հայտնի եւ լսարանի համար սիրելի դարձած լրագրողներ, քաղաքագետներ, պատգամավորներ, իրավաբաններ։ Այդ օրերին հանրային դաշտի ամբողջ ընդդիմադիր սեգմենտը համախմբվել էր իմ նեմնիմի եւ Anti-Fake-ի շուրջ։